Ողջույն իմ սիրելի աղջիկներ, սա իմ առաջին վիդեոն է YouTube-ի հարթակում, կարծում եմ այն ձեզ դուր կգա եւ հիմնականում այն կհետաքրքրի սկսնակ թարթիչների սերտաճացման մասնագետներին եւ այն աղջիկներին, ովքեր նոր են ցանկանում մտնել ոլորտ։ Այս վիդեոն կտա մի քանի օգտակար գիտելիքներ, թե ինչպես ճիշտ աշխատել այս ոլորտում եւ ինչպես արագ արդյունքներ գրանցել։ Ես Անուշն եմ, թարթիչների սերտաճեցման եւ թարթիչների եւ հոնքերի լամինացիայի մասնագետ արդեն 4 տարի։ Ես ուզում եմ ներկայացնել իմ անցած ուղին, թե ինչպես եմ ես հասել զրոյական կետից այս կետին, որպես օրինակ ծառայել այն սկսնակ մասնագետներին, ովքեր ցանկանում են ունենալ աճ եւ հասնել բարձունքների այս ոլորտում։ 4 տարի առաջ ես որոշեցի հիմնովին փոխել իմ աշխատանքային ոլորտը։ Ես աշխատում էի լրիվ այլ ոլորտում։ Ես հանդիսանում էի on-line մարքետի մենեջեր։ Ճիշտ է, շատ էի սիրում իմ աշխատանքը եւ առհասարակ առևտրի ոլորտը շատ եմ սիրում։ Սակայն ես հասկացա, որ ինձ պետք է ազատ գրաֆիկով աշխատանք եւ այնպիսի աշխատանք, որպեսզի ես այդ ոլորտում կարողանամ ամբողջովին իմ պոտենցիալը ներդնել, եւ սա այն ոլորտն էր, որտեղ ես կկարողանայի մի քանի գործողություններ կատարել, ոչ միայն առավոտից երեկո աշխատել որևէ գործողություն անելով, այլ կստեղծագործեի, կփորձեի իմ ամբողջ պոտենցիալը ներկայացնել եւ ես գտա ինձ թարթիչների սերտաճեցման ոլորտում եւ երբեք չեմ փոշմանի այդ որոշման համար։ Ի սկզբանե ես որոշել էի, որ երբ որ սովորեմ վերջացնեմ, ես անմիջապես հետո սկսելու եմ դասավանդել, որովհետեւ դասավանդել եւս շատ եմ սիրում։ Սակայն ես չէի մտածում, որ դասավանդելու համար պետք է բավականին փորձ ունենալ, բավականին գիտելիքներ կուտակել եւ նոր սկսել որևէ մեկին սովորացնել քո անցած ուղին եւ սովորացնել մասնագիտությունը իդեալական։ Եվ ես դա հասկացա միայն ավարտելուց հետո, քանի որ իմ բազային դասընթացը չի եղել 100%-անոց գիտելիք։ Ես սովորել եմ այնտեղ ուղակի ռիսկով աշխատել։ Ես չեմ վախենա դա ասել, քանի որ ինձ չեն սովորեցրել սովորական բազային գիտելիք, որը որ պետք է թարթիչների սերտաճեցման մասնագետին յուրաքանչյուր քմահաճ հաճախորդի սպասարկելու համար։ Եվ երբ որ ես ավարտել եմ իմ դասընթացը, ես նոր հասկացել եմ, որ ես գրեթե ոչինչ չգիտեմ։ Հայաստանում շատ տարածված խնդիր է սա։ Ես շատերին եմ հանդիպել, ովքեր ասել են, որ իրենց բազային կուրսը ուղղակի բանի պետք չի եղել։ Իրականում հիմնականում այն կուրսերն են լինում նմանատիպ, գիտելիք չեն տալիս, քիչ արժողությամբ են լինում։ Այսինքն դուք գնում եք դասընթացը միջինից ցածր արժեքով։ Հիմնականում այդ դասընթացները լինում են ոչ բոլորը, բայց հիմնականում այդ դասընթացները լինում են ոչ 100%-անոց ոչ նորմալ դասընթացներ։ Եվ Հայաստանում մասնագետների մեծ մասը ցավոք նախընտրում է միջինից ցածր արժեքով դասընթացները սովորել։ Այն հենց բազային դասընթացը պետք է լինի գոնե միջին արժեքի։ Ճիշտ է, ես ընտրել էի միջին արժեքով բազային դասընթաց, բայց ես ուշադիր չէի եղել, որ այդ բազային դասընթացը լինելու է խմբակային, այլ ոչ թե անհատական։ Ես գիտեի, որ ես լինելու եմ միայնակ դասընթացի ընթացքում եւ դա լինելու է անհատական դասընթաց, բայց երբ որ դասընթացը սկսեց, ես հասկացա, որ իմ հետ այդ դասընթացի ժամանակ բավականին մեծ թվով աշակերտներ կային եւ ամբողջ ժամանակը ինձ չէր տրամադրվում, այնպես չի, որ ինձ չէր տրամադրվում նրա համար, որ աշակերտները շատ էին, այլ ոչ ոքի ժամանակ չէր տրամադրվում։ Այսինքն մենք նստում էինք, մոդելների վրա սկսում էինք աշխատել, իսկ ուսուցիչը գալիս էր 30 րոպեն մեկ, նայում էր, թե մենք ինչ աշխատանք ենք կատարել եւ գնում էր։ Եվ նույնիսկ այն բազային գիտելիքը, որ պետք է յուրաքանչյուր թարթիչ սերտաճեցնել, այսինքն չպետք է ոչ մի թարթիչ բաց թողենք, նա մեզ չէր փոխանցել եւ ես ավարտելուց հետո միայն ռուսական շուկայի վերապատրաստման դասընթացներն անցնելուց հասկացել եմ, որ պետք է կատարել 100%-անոց լիցք, այսինքն ոչ մի թարթիչ չպետք է բաց թողնել։ Եվ ես կատարում էի 2 ժամում թարթիչների սերտաճեցումը եւ ինձ ասում էին, որ դու շատ լավ թարթիչների սերտաճեցում ես կատարում, շատ արագաշարժ ես, այնինչ 2 ժամում ես կատարում էի ընդամենը թարթիչների սերտաճեցման 30-ից 40%, այսինքն կեսից քիչը։
Եվ եթե ես 100%-անոց թարթիչների սերտաճեցում կատարեի, ապա դա կլիներ մոտավորապես 5 ժամ։ Բայց ունենք այն ինչ ունենք, եւ ես ցանկանում եմ սկսնակ մասնագետներին եւ այն աղջիկներին, ովքեր ցանկանում են նոր մուտք գործել ոլորտ, ընտրել որպես ուսուցիչ հիմնականում այնպիսի մասնագետների, ում մասին իրական կարծիքներ կլսեք, ում մասին կլինեն լավ դրական կարծիքներ եւ ովքեր իրոք ձեզ կտան գիտելիք, քանի որ աղջիկները մասնագետ չեն լինում մինչ սովորելը, թեկուզ միկրոնկարների մեջ թարթիչների դուք չեք տեսնում թերություններ, ինչպես նաև պետք է ուշադիր լինել, որպեսզի մասնագետի էջը չլինի պինտերեստյան էջ, այսինքն իր էջում պետք է լինեն հենց իր աշխատանքները, եթե մասնագետի էջում դրված են այլ մասնագետի աշխատանքներ, պինտերեստից օրինակ վերցված ինստագրամյան, այլ էջերից վերցրած, ապա համոզված եղեք, որ այդ մասնագետը չի կարողանում աշխատել թարթիչների հետ, այդպիսի մասնագետներին պետք չի ընտրել որպես դասավանդող մասնագետ։ Ես ցանկանում եմ խոսել արժեքներից դասընթացների, առհասարակ հայաստանյան շուկայում դասընթացի թարթիչների սերտաճեցման բազային դասընթացը սկսում է մոտ 60,000 դրամից, դրանք հիմնականում խմբակային դասընթացներն են, սակայն ես երբեք խորհուրդ չեմ տա նմանատիպ արժեքով եւ խմբակային դասընթացների մասնակցել, քանի որ հիմնականում դա արդյունք չի տալու եւ դուք վերջում հասկանալու եք, որ դուք ոչինչ էլ չեք սովորել։ Միջին կատեգորիան գալիս է մոտավորապես 150-ից 250,000 դրամ արժողությամբ դասընթացները, որոնք հիմնականում լավ բազային դասընթացներն են, բայց էլի պետք է մասնագետին ընտրելուց լավ ընտրել եւ հասկանալ, որ նա իրոք տալիս է գիտելիք։ Եվ բարձր մակարդակում հիմնականում գտնվում են 250-ից մինչև 500,000 դրամ արժողությամբ դասընթացները, եթե դրանից ավել արժողությամբ դասընթացներ կան Հայաստանի Հանրապետությունում, կարող եք նշել մեկնաբանություններում, որովհետև ես դեռ չեմ հանդիպել։ Ամենաթանկ դասընթացը 500,000 դրամ արժողությամբ դասընթացն է, բայց այս դեպքում եւս Հայաստանում կան մասնագետներ, ովքեր ունեն շատ բարձր արժեք դասընթացի համար եւ տալիս են իրոք շատ լավ գիտելիք, բայց նաեւ կան այնպիսի մասնագետներ, ովքեր ուղակի գումար են աշխատում ուսանողների վրա։ Այդպիսի մասնագետների անունները ես իհարկե չեմ նշի, բայց կան մասնագետներ, հանդիպել եմ դեպքերի, ովքեր վերցրել են շատ խոշոր գումարներ դասընթացների համար, հերիք չի, նաև նյութեր են վաճառել ուսանողների վրա եռակի արժեքներով։ Ես ցանկանում եմ ուշացնել աղջիկներ ջան, որ եթե դուք բազային դասընթաց եք անցնում, միշտ ապեք մի անգամից գնել ձեր նյութերը, գործիքները։ Մասնագետներ, ովքեր իրենց ուսանողներին առաջարկում են նյութերի բոքս, նրանք հավաքում են հիմնականում բազային առաջին նյութերն ու գործիքները, որոնք պետք են գալու հաճախորդների հետ աշխատելու ժամանակ, դրանց համար սահմանում են որոշակի գին, որը բավականին մատչելի է։ Այդ տարբերակը նորմալ է, բայց կան նաև մասնագետներ, ովքեր մի քանի նյութ եւ գործիք են ներառում տվյալ տուփի մեջ եւ դրա վրա դնում են չլսված արժեք, որ ուսանողը ուղակի գումար տա եւ ուսանողի վրա անհիմն գումար են աշխատում։ Անպայման մինչ մասնագետից, ձեր դասավանդող մասնագետից նյութեր գնելը, գործիքներ գնելը, մի քանի էջերում հայաստանյան շատ շոփեր կան, արդեն վերջին տարիներին շատացել են դրանք եւ ցակցությունն է շատացել, շատ էջերում կան տարբեր գնային սեգմենտներով նյութեր եւ գործիքներ։ Կարող եք այդ ընթացքում ձեր դասընթացի ընթացքում մի քանի էջերի հարցնել, թե որ գործիքը եւ որ նյութը իրենց մոտ ինչ արժեք ունեն, նոր որոշում կայացնել, թե որտեղից պետք է ձեռք բերեք այդ գործիքը։ Ամենաառաջնային գործիքները, որոնք որ պետք է դուք ձեռք բերեք հենց առաջին օրվանից, դրանք ուղիղ եւ ոտիկով պինցետներն են, որոնք պետք են ուղակի բազային թարթիչների սերտաճեցման համար։ Ուղիղ պինցետը պետք է որպեսզի թարթիչները առանձնացնեք, ոտիկով պինցետը պետք է որ փնջեր պատրաստեք։ Մնացած նյութերը մասնագետը պետք է եւ պարտավոր է ձեզ տրամադրել դասընթացի ընթացքում։ Մոդելներին եւս դասընթացի ընթացքում տրամադրում է դասախոսը։ Եթե ունեք մոդելներ, օրինակ քույրիկներ, ընկերուհիներ, ովքեր ցանկանում են ձեզ մոտ որպես թարթիչների սերտաճեցման մոդել, կարող եք նաեւ մոտեցնել իրենց։
բայց հիմնականում դասավանդող մասնագետը պետք է ձեզ ապահովի մոդելներով։ Քանի որ հիմնականում 90% աշխատանքը ներկայացվում է մոդելների վրա եւ դուք պետք է սովորեք իրական թարթիչների վրա, ապա սխալ կլինի մոդելներին եւ նյութերին չտրամադրելը ձեզ։ Դասընթացի ընթացքում գնեք միայն պինցետները, հիմնականում դրանք լինում են 5000-ից 10000 դրամ արժեքային սեգմենտում, դրանից բարձր իմաստ չունի, կարծում եմ, սկզբի համար։ Դրանից բարձր արժեքով պինցետներ, եթե ձեզ առաջարկեն, ուղղակի հրաժարվեք, քանի որ հիմնականում դրանք նույն պինցետներն են 5000-10000 դրամ արժողությամբ, որոնք ձեզ տրվելու են կրկնակի եռակի արժեքով։ Օրինակ, ինձ վրա վաճառել էին բազային դասընթացի ժամանակ 5000 դրամանոց պինցետը 10000 դրամով, որը ես կարող էի կրկնակի էժան գնել, բայց իմ ասած դեպքերը շատ ավելի ահռելի մեծ գումարների մասին է։ Եթե պլանավորում եք թարթիչների սերտաճեցում սովորել, նշել եք, որ այդ մասնագիտությունը լինելու է ձեր երկրորդ մասնագիտությունը, այսինքն դուք ունեք հիմնական աշխատանք եւ դա կատարելու եք ձեռքի հետ, ապա շտապում եմ ձեզ հիասթափեցնել, քանի որ այս մասնագիտությունը պահանջում է լիովին ձեր ներկայությունը աշխատանքում, եթե դուք ակտիվ չլինեք, եթե դուք չաշխատեք ձեզ վրա, ապա չեք կարողանա հավաքել հաճախորդների բազա, որը հիմնականում ամենաբարդ գործողությունն է այս աշխատանքի մեջ։ Հաճախորդների բազա հավաքելու համար ձեզ պետք կգա մոտավորապես 6 ամսից մինչև 1 տարի, եթե դուք աշխատեք բավականին ակտիվ, լինեք ակտիվ սոցցանցերում, լինեք ակտիվ իրական կյանքում եւ փորձեք ձեռք բերել ավելի շատ հաճախորդներ, որքան ավելի ակտիվ աշխատեք այդ ուղղությամբ, այնքան ավելի շուտ կհավաքեք ձեր հաճախորդների բազան։ Հաճախորդների բազա ունենալը միայն հավաքելու մեջ չէ, նրանց հարկավոր է նաեւ պահել։ Դուք պետք է ընթացքում տակ լավագույն սպասարկումը եւ հենց այն խնդիրները լուծեք, որոնք որ ունեն ձեր հաճախորդները։ Եթե ձեր հաճախորդները մոտենում են եւ ցանկանում են մեգա խտության թարթիչներ եւ դուք կատարում եք միայն նուրբ թարթիչների սերտաճեցում, ապա դուք կկորցնեք հաճախորդների այդ ֆակտորին եւ ձեզ մոտ կմնան միայն նուրբ սերտաճեցու ցանկացող հաճախորդները։ Այսինքն, որքան տեխնիկա եւ որքան ավելի շատ գիտելիք ունեք դուք, այնքան ավելի մեծ հաճախորդների բազա կարող եք ներգրավել ձեր աշխատանքի մեջ։ Ինչպես հավաքել հաճախորդների բազա։ Սա շատ կարևոր հարց է, որը տանջում է յուրաքանչյուր բազային դասընթացն ավարտած աշակերտ։ Այս ոլորտ մտել եմ լրիվ զրոյական գիտելիքներով, լրիվ այլ ոլորտից եւ բացարձակ չեմ իմացել, թե ինչպես է աշխատում այս մեխանիզմը, ինչպես է աշխատում այս սխեման, սակայն մինչև իմ դասընթացը ավարտելը մի բան կա, որը որ ես խելացիորեն արել էի։ Ես իմ ընկերուհու հետ վերցրել էի արդեն տարածք եւ մոտավորապես իմ դասընթացի ավարտելուց 10 օր առաջ մենք արդեն ունեինք տարածքը եւ վճարում էինք դրա վարձակալության գումարը։ Սա ինչ որ չափով եւ լավ եւ վատ կողմեր ունի։ Լավ կողմերն այն էր, որ ժամանակ չկորցրեցինք ման գալու վարձակալության տարած։ Վատ կողմը այն էր, որ ես դեռ չունեի հաճախորդների բազա, դեռ մոդելների հետ այդքան շատ չէի աշխատում, բայց ես պարտավոր էի արդեն ամեն ամիս վճարել որոշակի գումար։ Փոքր բարդ մի փոքր թեթև ճանապարհով անցնելով կարողացա հաղթահարել այդ խնդիրները։ Ես իմ դասընթացի համար վճարել էի, եթե չեմ սխալվում, մոտ 200,000 դրամ, բայց դասընթացի մեջ մտնում էր եւ թարթիչների սերտաճեցումը եւ լամինացիան, հոնքերի եւ թարթիչների։ Իհարկե 3 մասնագիտությունից էլ ես չստացա 100%-անոց գիտելիքներ, բայց ունեցա որոշակի բազա, որի վրա հիմնվելով կարողացա վերապատրաստումների շնորհիվ հասնել որևէ արդյունքի։Ավորապես 150-160,000 դրամի չափով ես վճարեցի նյութերի համար նախնական, կային նյութեր, որոնք ես կարող էի ավելի մատչելի արժեքով ձեռք բերել արտասահմանյան շուկայից այդ ժամանակ եւ կային նյութեր, որոնք որ ինձ ընդհանրապես պետք չեկան։ Երրորդը ես ծախսեցի մոտավորապես 150-ից 200,000 աշխատանքային տարածք ապահովելու համար, տապչան, աթոռ, լույս, լամպ եւ այլն, որոնք աստիճանաբար ընթացքում ավելացրեցի եւ ամեն ամիս արդեն պետք է կատարեի վարձակալության ծախսերը, կոմունալ վճարումները, հարկերը, տուրքերը եւ այլն եւ այլն։ Այսպիսով
իմ դրական կապիտալը մոտավորապես կազմեց 600,000 դրամի սահմաններում, սակայն դա միայն նախնական կապիտալն էր, քանի որ ես վերցրեցի առանձին տարածքը, եթե ես ուղակի մտնեի որևէ մեկի սրահ եւ աշխատեի որպես աշխատակից, ես կունենայի բավականին ավելի քիչ ներդրում իմ աշխատանքային process-ի մեջ, բայց քանի որ ես որոշեցի ամբողջովին անկախանալ եւ տնօրինել ինքս իմ ազատ գրաֆիկը, ինքս իմ աշխատանքային որոշումները կայացնել, ես վճարեցի մի փոքր ավելի շատ։ 4 տարիների ընթացքում ինչ աշխատել եմ, նորից ներդրել եմ հետ իմ բիզնեսի մեջ, շատ չնչին հատված է, որ ես կարողացել եմ իմ վրա ծախսել։ Ես այսօրվա դրությամբ բավականին աճել եմ եւ ունեմ բավականին մեծ հաճախորդների բազա, որոնց շնորհիվ ես կարողացել եմ հասնել այս ամենին եւ հասնելով այս կետին ես որոշեցի, որ պետք է ավելի ընդլայնեմ իմ շրջապատը եւ որոշեցի արդեն նկարել YouTube-ի վիդեոներ։ Մեկնաբանություններում կսպասեմ ձեր հարցերին, ինչ հարցերի կցանկանաք անդրադառնամ թարթիչների սերտաճեցման եւ լամինացիայի աշխատանքի վերաբերյալ, ինչ հարցեր են ձեզ հետաքրքրում, ես սիրով մյուս վիդեոներում կխոսեմ։ Իսկ այժմ ես ցանկանում եմ ներկայացնել մի ալգորիթմ, որի միջոցով դուք ընդամենը 2 ամսում կկարողանաք որոշակի հաճախորդների բազա ձեռք բերել։ Ավարտելուց հետո նախ պետք է որևէ վերապատրաստման կուրս վերցնել, կապ չունի բարձր թե ցածր արժեքային սահմանում, անպայման պետք է վերցնել որևէ վերապատրաստման կուրս։ Կամ լավագույն մասնագետների մոտ, հայաստանյան մասնագետների մոտ, ում անհատապես գնալ եւ մասնակցել վերապատրաստման դասընթացին, որի ժամանակ կանդրադառնան ձեր սխալ աշխատանքին, այսինքն որտեղ եք դուք թերանում, այդ թերությունները կշտկեն եւ դուք կդառնաք ել ավելի լավ, ել ավելի արդյունավետ եւ արագ աշխատող մասնագետ, կամ վերցնել օրինակ ռուսական շուկայից on-line վերապատրաստման դասընթացներ, որոնք եւս շատ արդյունավետ են, սակայն այդտեղ ինքնուրույն աշխատանքը մի փոքր ավելի շատ է, պետք է կարողանաք ինքնուրույն տնօրինել ձեր ժամանակը, գրաֆիկը եւ հասկանալ նրանց տված գիտելիքները։ Այս դեպքում անհատական դասընթացները վերապատրաստան ավելի արդյունավետ են, քան on-line վերապատրաստման դասընթացները, սակայն երկուսն էլ տեղ ունեն եւ անպայման պետք է բազային դասընթացից հետո վերապատրաստվել։ Վերապատրաստվելուց հետո մոտավորապես օրական գոնե 1 մոդել պետք է սպասարկել։ Նյութավճարով թե առանց նյութավճար դուք պետք է ամեն օր աշխատեք մոդելների հետ։ Եթե լինում են օրեր, որ մոդելներ չեք կարողանում գտնել, ապա կարող եք վերցնել մանիկեն, ասում եմ բոլորդ աշխատել եք մանիկենի հետ, եւ նրա թարթիչների վրա փորձել որևէ էֆեկտ, փորձել որևէ նորություն կամ ուղակի արժեցնել ձեր ձեռքը թարթիչները սերտաճեցնելու գործողություններին։ Եթե մանիկենի հետ աշխատանքը եւս ցելեք եւ եւս արդեն ստացվում է, ուղղակի այդ օրը տրամադրեք փնջեր պատրաստելուն։ Իրականում փնջերը շատ կարևոր դեր ունեն իդեալական աշխատանք ստանալու համար։ Հիմնականում ամենաշատ օգտագործվող փնջերը 2, 3 եւ 4D փնջերն են։ Եթե դուք չեք կարողանում գտնել մոդելներ, կարող եք հրավիրել ձեր բարեկամներին, ձեր քույրիկներին, ընկերուհիներին, իհարկե չնչին նյութավճարի դիմաց։ Միշտ կատեգորիկ դեմ եմ եղել առանց նյութավճար աշխատելուն, սակայն ժամանակներն այնպիսին են, որ նյութավճարով մոդելները հիմնականում շատ են քչացել եւ մինչեւ անվճար չի լինում մոդելի աշխատանքը, նրանք չեն մոտենում։ Դրա համար այս պահին կարող եք նաեւ վճար մոդելների եւս սպասարկել, սակայն անպայման պետք է մեկ պայման դնել, որ պետք է նրանց թարթիչները եւ ամբողջովին դեմ նկարել, որպեսզի գոնե հետագայում ունենաք պորտֆոլիո, սոցկայքերում կարողանաք ներկայանալ։ Մոդելներին կարող եք գտնել նաեւ Facebook-յան մոդելային խմբերում, այդտեղ շատ աղջիկներ միանում են եւ երբ որ մոդել է պահանջվում, նրանք մեծ սիրով գնում են այդտեղ եւ երրորդ տարբերակը ձեր սոցկայքերը որքան հնարավոր շատ պետք է ակտիվ պահել, պետք է բոլոր սոցհարթակներում լինել։ Եթե դուք չեք ցանկանում ձեր դեմքը նկարել եւ տեղադրել սոցկայքերում, դա եւս խնդիր չէ։ Մի փոքր դժվար կլինի առաջ շարժվելը, բայց դեմքի արկայությունը եւ սեփական բրենդի ներկայացումը շատ ուժեղ է ազդում ձեր հաճախորդների եւ մոդելների ներգրավման մեջ։ Ուղղակի սոցկայքերում նշել, որ ձեզ պետք են մոդելներ ձեր աշխատանքը արագացնելու եւ զարգացնելու համար, եւ
ունեք պայման, մի փոքրիկ նյութավճար 2-3 հազար դրամ եւ անպայման պետք է աշխատանքը նկարահանել։ Այսպիսով ամեն օր աշխատելով այդ ուղղությամբ մոտավորապես 2 ամսում դուք ձեռք կբերեք հաճախորդներ, ասեմ ինձ սկզբունքով։ Նախ առաջին ձեր մոդելներին, եթե դուր գա ձեր աշխատանքը, նրանք շատ հնարավոր է երկրորդ-երրորդ անգամ ձեզ մոտ այցելեն որպես հաճախորդ։ Նրանց ընկերուհիները, քույրիկները սա սարաֆաննի ռադիո, այսպես է աշխատելու, կարող են տեսնել նրանց թարթիչները, հավանել եւ ձեր տվյալները վերցնել։ Նրանց աչքերի վրա կատարված աշխատանքները, երբ որ դուք տեղադրեք սոցկայքերում եւ հետաքրքիր ձևով ներկայացնեք ձեր աշխատանքը, այս դեպքում եւս շատ մեծ աուդիտորիա կարող է ներգրավվել ձեր էջում եւ մոտենալ ձեզ որպես արդեն հաճախորդ։ Սակայն ցանկանում եմ ձեզ նախազգուշացնել, որ երբ որ դուք կսկսեք ընդունել հաճախորդներ, դուք պետք է համոզված լինեք, որ դուք կատարելու եք տոկոսանոց աշխատանք հաճախորդի տված գումարի դիմաց։ Դուք կատարելու եք որոշակի թերություններով, ապա պետք է անպայման հաճախորդին ասել դրա մասին եւ թեկուզ ձեր գնացուցակից որևէ գումար ցածր արժեքով վերցնել, որովհետեւ դուք դեռ սկսնակ եք եւ հնարավոր են իհարկե մանատիպ դեպքեր։ Կարող եք ուղղակի դնել ակցիա սկզբնական շրջանում եւ ակցիայի արժեքով սպասարկել ձեր նախնական հաճախորդներին։ Բայց սկզբի առաջին 2 ամիսները ես խորհուրդ եմ տալիս աշխատել միմիայն մոդելների հետ, հաճախորդներին սպասարկել խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի եւ ձեր աշխատանքը ավելի լավ բարելավվի, քանի որ մոդելների հետ դուք ավելի ազատ եք աշխատելու, քանի որ նրանք շատ մեծ գումարներ ձեզ չեն վճարում եւ դուք սովորում եք այդ ընթացքում, իսկ հաճախորդների հետ կան պարտավորություններ, ժամանակի սղություն եւ կատարյալ աշխատանք կատարելու պահանջ, որը որ մի փոքր լարում է։ Կարծում եմ այսքանը այսօրվա համար հերիք է։ Ես շատ մեծ ինֆորմացիա ձեզ տվեցի։ Հուսով եմ, որ այս ինֆորմացիան շատ օգտակար կլինի ձեզանից շատերի համար։ Կսպասեմ ձեր մեկնաբանություններին, կսպասեմ ձեր հարցերին, թե ինչին եք ցանկանում անդրադառնամ այս ոլորտի վերաբերյալ եւ ուրախ կլինեմ, որ միանաք իմ էջին։